Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Ողջույն, ուրախ ենք, որ այդքան հետաքրքրված եք և սպասում եք մեր հաղորդումներին։ Այսօր էլ ձեզ սպասվում է շատ օգտակար հաղորդում, որտեղ միասին անցնելու ենք քննական հարցաշարերի արդեն 8-րդ տոմսը։ Մեկնաբանություններում կարող եք գրել ձեզ անհասկանալի բոլոր հարցերը, իսկ մենք սիրով կպատասխանենք։ Ողջույն, Ընկեր Արթուր։ Ողջույն, Սյուզան։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ, դու ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ։ Իդեպ, Ընկեր Արթուր, ես այսօր ներկա գտնվեցի ձեր խմբակային դասերից մեկին եւ անկեղծ ասած մի քիչ զարմացած էի, որովհետեւ միակ աղջիկը ես էի, բոլորը տղա էին։ Ինչու էր այդպես։ Արդյոք չկան աղջիկներ։ Չէ, այդ խմբում չկա։ Այդ խմբում չկար։ Դու ներկա գտնվեցիր մի խմբի դասերին, ինչու աղջիկներ չկան, նախ ասեմ, իրանք զինծառայողներն են մեր ապագան։ Հասկացա։ Որոնք դասընթացներ անցնում են թե տեսական, թե գործնական մեզ մոտ, մեր ավտոդպրոցում։ Դա է պատճառը, որ աղջիկներ չկան։ Հասկացա։ Իդեպ շատ մատչելի եք բացատրում, շատ հասկանալի ձևով եք բացատրում։ Կարծում եմ բոլորի համար էլ շատ հասկանալի է լինում ամեն մի հարցը, ամեն մի թեստը։ Այսօր սկսում ենք 8-րդ տոմսից, չէ՞։ Այո, կանգին կարել 8-րդ թեստի վրա։ Շատ լավ։ Մեր հեռուստադիտողները ինչպես միշտ հետաքրքրված են հաղորդումներով, թեստերով, մի քանի հարցեր կան, որոնք կուզեմ ուղղել իրենց կողմից, խնդրել եմ, որպեսզի ձեզ ուղղեմ, եթե կարելի է հաղորդման վերջում պատասխանեք։ Վերջում սկզբում դու կորոշես։ Դե վերջում կպատասխանենք, թեստն անցնենք ու պատասխանենք։ Լավ։ Հիմա միասին սկսում ենք շարունակել 8-րդ տոմսը։ 8-րդ տոմսը։ Շատ լավ։ Մուտք են գործում 8-րդ թեստ եւ փորձենք հարցերին պատասխանել։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն անբավարար տեսանելիություն է համարվում։ Ճանապարհի տեսանելիության հեռավորությունը բնակավայրերում երթևեկելի մասի արհեստական լուսավորության բացակայության պայմաններում, մառախուղի անձրևի, ջունաթափի եւ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում ճանապարհի տեսանելիություն եւ մինչեւ 300 մետր տեսանելիության հեռավորություն։ Հայ մառախուղ, անձրև, ձյունաթափ, եղանակային այլ պայմաններ եւ ինչի է նշում մինչեւ 300 մետր տեսանելիություն։ Միշտ չի որ պատճառը լինում է եղանակը։ Հնարավոր է ծուխ լինի, փոշի լինի, 300 մետրից եղավ տեսանելիությունը պակաս, համարվում է ըստ օրենքի անբավարար տեսանելիություն։ Իսկ անբավարար տեսանելիության դեպքում պետք է միացնել հակամառախուղային լույսերը տրանսպորտային միջոցի վրա։ Լավ։ Հակամառախուղային իրանք թույլ լույսեր են լինում, առաջամասում լինում է դեղին գույն, հետնամասում լինում է կարմիր գույն։ Հա։ Իսկ դեղին ավելի թույլ լույս, ավելի խորն է ներթափանցում թույլ լույսը։ Շատերին թվում է թե ուժեղ պայծառ լույսը, այդ դալնի կոչեցյալ, այդ հեռահար լույսն են միացնում, որ ավելի հեռուն ցույց տա, բայց լրիվ հակառակ ինքը պետք է լինի թույլ լույս։ Հասկացա։ Հաջորդը։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասի Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կանգառ է համարվում մինչև 5 րոպե կամ ուղևորի նստելու, իջնելու եւ տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը, 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղևորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ։ Այնտեղ կայանումն ու կանգառը չէ, տարբեր բաներ են։ Շատ ճիշտ է։ Իմ կարծիքով մի րոպե կանգառը մինչև 5 րոպե։ Մինչև 5 րոպեն է։ Կանգառը դա կարճ ժամանակով անշարժ վիճակի բերելն է տրանսպորտային միջոցի մինչև 5 րոպե։ Կայանում է 5 րոպեից։ Այ 5 րոպեից ավել արդեն կայանում։ Ճիշտ այնտեղ կա բացառություն, մենք հնարավոր հանդիպենք այդ հարցին, պատասխանենք բացառության որևէ արգելքի հետ կամ վթարը կանխելու դեպքը իհարկե։ Իսկ կանգառը դա ճիշտ նշեցինք մինչև 5 րոպե անշարժ վիճակի բերել։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե տեղադրված են երթևեկության մասնակիցներին վնասվածքներ հասցնելու վտանգ պարունակող իրեր կամ առարկաներ, չի աշխատում ձայնային ազդանշանի սարքը, երկու դեպքում էլ։ Այո, դե ձայնային ազդանշանի սարքը գիտենք։ Մենք ինչ ենք ասում, սիգնալն է, հա, ձայնային ազդանշանի սարքը, իսկ երթևեկության մասնակիցներին իհարկե վնասվածքներ հասցնելու վտանգ պարունակող իրեր առարկաներ տեղադրել չի։ Շատ ճիշտ է։
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե մոտոցիկլի եւ կողային կցորդի շրջանակների միացումներում արկա է խաղացք, առջևի մասում տեղադրված են դեղին գույնի լույսերով հակամառախուղային լապտերներ, երկու դեպքում էլ։ Ինչ ես կարծում, թեկուզ եթե սխալ լինի, ոչինչ, արի պատասխանենք կամ հերթով։ Դեղին լույսը առջևում, չէ՞, տեղադրվում։ Ուրեմն առաջինը։ Ապրես, շահագործում արգելումը առաջին տարբերակի դեպքում։ Մոտոցիկլը դե ունենք մենք կողային կցորդով մոտոցիկլ, 3 ակնանի մոտոնա, որի կցորդը առանձնանում է եւ առանց կողային կցորդի։ Եվ մոտոցիկլի եւ կողային կցորդի միացումներում եթե խաղացք է առկա, այսինքն լուֆտ, խաղ, թույլ միացում, լավ ամրացված չի։ Կարգելի, որտեվ կարա փոկվի, ջարդվի, վնասվի այդ կողային կցորդը։ Այս դեպքում կարգելի։ Իսկ առաջամասում դեղին գույնի լույսերով հակամառախուղայիններ են տեղադրված, հենց այդպես էլ պետք է լինի։ Ճիշտ ես։ Խաչմերուկը երկրորդը կանցնի։ Ահա։ Կարմիրը, կապույտը, կանաչ։ Լոպե։ Նախ պետք է առաջինը ապրես։ Իսկ այստեղ հավասարազոր խաչմերուկա նշաններ չկա, լուսացույց չկա։ Խաչմերուկը առաջինը կանցնի նա, ով աչից հարված չունի։ Շատ ճիշտ։ Կապույտը աչից հարված կունենա։ Կանաչը պտտվելու է ձախ, աչից հարված չունենա։ Կապույտն եմ ասում կանաչը։ Կանաչը առաջինը կանցնի։ Այո։ Հետո կանցնի, յոպե, ձախ պտտվի աչից հարված կապույտը։ Կապույտը։ Ճիշտ է, երբ որ կանաչը այլևս տեղում չլինի, արդեն կապույտը աչից հարված կազատվի։ Այո։ Երկրորդը ստացի, երկրորդն ասում է կապույտը։ Լավ է։ Խաչմերուկը վերջինը կանցնի։ Էլի մի հատ գտնենք առաջինը ով կանցնի, էլի աչից հարված ով որ չունի։ Կապույտը առաջինը կանցնի։ Ճիշտ ես։ Որից հետո։ Երկրորդը կանաչը կանցնի։ Այո։ Իսկ վերջինը։ Կարմիրը։ Վերջինը կանցնի կարմիր ավտոմոբիլը։ Թույլատրվում է արդյոք կցորդ քարշակող թեթև մարդատարի երթևեկությունն այս խաչմերուկում ուղիղ ուղղությամբ։ Այս խաչմերուկում ուղիղ ուղղությամբ։ Բացատրեմ սա։ Բացատրեք։ Նայ։ Այս նշանը մեզ արգելում է երկու բան։ Նախ առաջինը, արգելում է կցորդով բեռնատարներին։ Եվ երկրորդը արգելում է իրականացնել քարշարկում։ Բուքսիր, քարշարկում։ Հիմա հարց է հնչում, կցորդով թեթև մարդատար իրավունք ունի այս խաչմերուկում ուղիղ։ Ունի։ Ինչու՞, որտեղ արգելում է կցորդով բեռնատարներին։ Հա։ Իսկ թեթև մարդատարը իհարկե բեռնատար չի։ Կոպիտ ասած, կցորդով թեթև մարդատարին այս նշանը չի վերաբերվում։ Այնտեղ էլ ոնց որ կարեն նշանը հաճկով։ Դրա տախտակի վրա ունենք այդ նշանը։ Պարզեր։ Շատ լավ։ Մյուսը։ Նշվածներից որ ուղղությամբ է թույլատրված երթևեկությունը։ Ահա։ Մի րոպե նայեմ, այստեղ ինչ նշան է միակողմանի է։ Ապրես։ Փողոցը միակողմանի է։ Այս նշանից հասկանում եք, որ մեզ աչաջադարձ կատարել չի թույլատրվում, չէ՞, մոտ գործել միակողմ։ Բացի աչից բոլոր ուղղություններով։ բոլոր ուղղություններով կարելի է ուղղել։ Այսինքն աբուգը։ Այո, այստեղ նշվածներ են բոլորն են, ան, բն եւ գ։ Աչ չի թույլատրում, աչը միակողմանի է։ Բոլոր ուղղությունները կարելի է։ Այս նշանը ցույց է տալիս շարժման ուղղությունները խաչմերուկում, արգելում է երթևեկությունը խաչմերուկում, շարժման ուղղությունները։ Շարժման ուղղություններն է ցույց տալիս խաչմերուկում, այո, թե չենք նշի արգելվում է երթևեկությունը խաչմերուկով։ Նման բան չկա։ Հասկացա։ Ու վերջին հարցը, 10-րդ հարցը, տրանսպորտային միջոցների վրա ինչ նպատակով են տեղադրված նարնջագույն կամ դեղին գույնի առկայծող փարոսիկներ։ Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ երթևեկության առավելություն ստանալու համար, երթևեկության մյուս մասնակիցների վտանգի մասին նախազգուշացնելու համար։ Նկատած կլինել դեղին փարոսիկով տրանսպորտային միջոց առկայծող փարոսիկով։ Աղբահանության մեքենաների վրա, էվակուատորները, որ մեքենաներ են տեղափոխում, այսինքն իրենք աշխատանքներ են իրականացնում, որը իր մեջ պարունակում է որոշակի վտանգ։ Առավոտյան են քաղաքում տեսել ես, որ ավլում են, մաքրում են ջրցան մեքենաների վրա։ Վտանգը նախազգուշացնելու։ Այո, նախազգուշացնում է վտանգի մասին, որպեսզի հարևան վարորդները լինեն զգուշավոր։
Հասկանալի Ուղղակի է։ զգուշացնում վտանգի մասին։ Արդեն ասեմ, բավականին պարզ են դարձել իմ համար հարցերը, այսինքն հեշտացել մեկը է։ մյուսի հետ կապված են, խաչմերուկների հետ կապված կլինի, այնտեղ վազանցի, չգիտեմ, ցանկացած հարց, եթե մի փոքր պարապես, հաստատ կկարողանաս հանձնել քննությունը։ Շնորհակալ եմ շատ օգտակար դաս եղավ եւ իմ համար եւ կարծում եմ մեր դիտողների համար էլ եւս։ Հիմա եթե դեմ չեք, անցնենք մեր հերոստատիտողների Փորձենք պատասխանել իհարկե։ Առաջին հարցը՝ տեսողության խնդիր ունեցող, օրինակ կարճատեսության կամ հեռատեսության համար նախատեսված օպտիկական ակնոց կրող կամ ապագա վարորդները տեսական քննությամբ պետք է ներկայանան նախապես ակնաբուժից վերցրած տեսողության ստուգման թերթիկով, այլապես նրանց կարգելվի մասնակցել քննությանը, ճիշտ է։ Հա, շատ ճիշտ է, կա նման բան, եթե ինչ-որ մեկը ունի տեսողության խնդիր, պետք է իրենց տարածքի պոլիկլինիկայից իհարկե մոտենա այնտեղ, ակնաբուժը կստուգի, տեղեկանք կտրամադրի տեսողության հետ կապված, որը հիմք կհանդիսանա ներկայանա քննության ու թուղթը ներկայացնի, այլապես եթե տեսնեն ակնոցներով ինչ-որ մեկը մուտքագործում քննության, տեղեկանքը պահանջելու են։ Եթե կարող ես առանց ակնոցի իհարկե մասնակցել քննությանը, ոչ մի խնդիր։ Հասկացա։ Դա ուղղակի այդ վարորդական իրավունքի մեջ նշվում է, որ առանց ակնոցներ իրավունք չունես մեքենան վարել։ Տեղեկանքը պետք է, դա շատ ճիշտ է։ Հասկացա։ Եվ հետընթացի լապտիկների գույներին են խնդրել, որպեսզի անդրադառնանք։ Հետընթաց։ Նախ հեռուստադիտողը կամ հարցը որ ուղղել է, YouTube-դիտողները, հա, պետք է լինեն շատ ուշադիր, փորձեն հիշել։ Պետք է տարբերեն հետընթացը դա որն է։ Հետընթացը դա հետ ընթանալն է։ Մենք ինչ ենք ասում, մենք զադնի, չէ՞, ռուսերեն ենք ասում։ Հետ ընթանալ։ Հետընթացի լույսերը պետք է լինեն սպիտակ գույնով, որպեսզի հետևը լուսավորվի։ Ընդհանրապես պետք է հիշել, որ հետնամասում, տրանսպորտամիջոցի հետևի մասում, երկու լույսային սարքավորում գոյություն ունի պարտադիր սպիտակ գույնով։ Դա հենց ինքը հետընթացն է, առաջինը, եւ երկրորդը հաշվառման համարանշի լուսավորության լապտերիկները, համարների պետհամարանշի լուսավորությունը, սպիտակ գույնով լուսավորում։ Մնացած բոլոր լույսային սարքավորումները պետք է լինեն կարմիր։ Դա այդ երկու լույսը սպիտակ գույնով։ Շնորհակալ եմ շատ դասի համար, նման մատչելի ձևով բացատրելու համար, շատ հասկանալի է, շատ օգտակար էր, շնորհակալ եմ շատ, կհանդիպենք մյուս դասին արդեն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, չմոռանաք հավանել եւ մեկնաբանություններում գրել ձեզ համար անհասկանալի հարցերը, իսկ մենք սիրով կպատասխանենք, կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ժամը 17:00-ին Կենտրոն TV-ի եթերում։